Համեցեք։ Բարև ձեզ։ Երեխեք, լավ եք։ Մենք անցած տարիներ հետ խոսացինք այս տան պատճառով։ Դուք ասիք սաղ լավ կլինի, դուք կանչեցիք գագի կանչեցիք, որ այս տան համար Գագի ես տունը խիչ ես սարքել։ Դուք չի հույսով արիք, բայց ես նոր եմ վիրահատվել, սա ոչ ես Այն տարեկան եք դուք։ 61։ Առողջանապահովագրությունից չեք օգտվում։ Սաղ գիտեն, որ ես առողջություն ոչ մի բան չունեմ, նոր եմ Բայց տան հետ կապված հիշում եք այս դեպքը։ Գագիկ ով էր, որ դուք կանչեցիք գագի եկան անցած տարի Բայց մենք այդտեղ ինչ պարտավորություն ունի պետությունը, այդ եմ ուզում հասկանալ։ Չի կարող Չէ, ու օգնելը ուրիշ հարց է, պարտավորություն ունենալը ուրիշ հարց։ Տան հետ կապված որ խնդիր է ալնում, առաջին խնդիրը որ ես դնում եմ օգնականների առաջ հետևյալն է, պարզեք պետությունը քաղաքացու նկատմամբ ունի պարտավորություն թե չէ։ Եթե ունի, այդ պարտավորությունը պետքա կատարվի։ Մենք սենցել այս տաններ հենց սենցել Չէ, բայց ձեր սեփականությունն է, բայց հասկանում եք, մենք ուրիշ հիմա սոցիալական Հալա, որ նպաստ ունենք, ոչ ասենք 61 տարեկանը գնանք մեռնենք։ Չէ, բայց ով ասում մնամ։ Նպաստ չունեմ, գնամ մեռնեմ։ Չէ, ոչ մեկ չի ասում գնացեք մեռնեք։ Ես բանկից փող եմ վերցրել, այդ բանկի փողը չեմ կարող տամ։ Դե մենք ենք մեղավոր դրանում։ Բայց մենք ներկայանում ենք, որ խնդրեք օգնեք, եթե մենք ներկայանում ենք, մենք օգնենք, բայց մեր օգնությունը նրա մեջ է, որ քաղաքացիները այդ վիճակից դուրս գան, աշխատեն, աշխատանքով այդ վիճակից դուրս ասենք աշխատում են, կոմունալ են ուծում, ուտիլ են ներողություն, ձեր ակնկալիքն ինչ է, որ մենք ինչ անենք։ Ինչ անենք մենք։ Առավել եւս հիմա ես որևէ նյութական Առավել եւս հիմա ես չեմ կարող որևէ նյութական խոստում տալ, որովհետեւ նախընտրական շրջան է եւ օրենքը շատ խստիվ դա արգելում է։ Մենք ինչքան ձեզ նամակներ են գրել, չի հասել։ Չէ, հասել է նամակը, բայց ճիշտ հասկացեք, մենք առաջին հերթին օգնում ենք սոցիալական ամենախոցելի խմբերին եւ չենք կարող մենք ուղղակի ասել լավ բոլոր Հայաստանի չաշխատող մարդկանց տունը կսարքենք, հացը կտանք, ես կանենք, մարդ որ մոտիկան խնդրում է, ասել դա ապահով ընտանիք։ Շատ լավ, բայց հազարավոր, տասնյակ հազարավոր այդպիսի դիմումներ կան։ Մերել ասա։ Չէ, բայց Փառք Աստծո, շատ լավ տեսք ունեք, Փառք Աստծո վիրատվել։ Տեսք ինչի՞ տա պետք է որ մեջը, ասма խնդորը սիրուն է, բայց մեջը փտացա։ Ճիշտ է։ Փաշինյան, հարց ունենք էլի, հաղթանակի համայնքից ենք, մանկապարտեզ ունենք ընդհանուր էլի 4 խումբով, բայց մի խումբն է գործում, դիմել են քաղաքապետարան, ասել են, բանը հաստիկը խաթր, հիմի 3 տարեկան օգոստոսից լրացրել է, օգոստոսից գրանցվել են։ Մինչև հիմի այդ մանկապարտեզ չեն կարող, հիմի 3 տարեկան երեխեն ասма հաստիկ չեն կարող բացել, բայց 4 խումբ կա։ Մի խումբ երեխեքը որ մանկապարտեզ ասել են, քանի երեխա կան սպասում են հերթում, բայց չկա։ Տեղ չկա մանկապարտեզում։ Որտե հաղթանակ գյուղի մանկապարտեզը պետք է դեղը կառուցենք, հա։ Խնդիր չկա, այնտեղ խնդիրն անա որ 2-ից բարձրն է, մսուրային խումբ չեն կարող, 3-ից բարձր։ Հա։ 3-ը լրացած անցել է։ 3-ը լրացած։ Բայց չկա։ Էսա համանքի ղեկավարն ասում է։ Մենք հանրակացան ենք գրում, պետականը ոչ գրանցված։ Որտեղի։ Ասենք ծառայողին որ շիֆերները ժեստիչի, այդ գրիշեկը փոխել։ Տեն ծրագիր եթե համայնքը սուբվենցիայով կներկայացնի, կֆինանսավոր։ Գրիշը չունեմ, բայց էլի որ էլի Դուք միայնակ եք լրիվ ապրում։ Իմ ամուսինս սա մեկ էլ Իսկ ուրիշ երեխաներ ունեք։ 3 աղջիկ ունեմ, սա ամուսնացած, մի աղջիկս ամուսինը մահացած։ Ինչով են զբաղվում։ Ոչ մի բան։ Ձեր ամուսինը ինչով է զբաղվում։ Իմ ամուսինը 68 տարեկան է, թոշակավոր է, բայց թոշակը բարձրացրել են, առողջության ապահովագրություն ունի։ Բայց եք էլի, այս հանրակացարան է հարցը, մենք հանրակացարանում ենք բնակվում, պետությունը ասում է գտնվում է պետության կողմը։ Հիմա մենք ո՞ր իմանանք, կարող սեփականացնենք այն բնակարանները։ Ոտքի վրա չեմ կարող ասել, ինչ այս հանրակացարանի հարցով ենք զբաղվում։ Բալկոնի համար փլուզում կատարվել, ու դեպք կատարվեց, իմ երեխեք մահացավ էդտեղ։ Մինչև հիմա սարքում է այդ բալկոնը փլուզվում է։ Իմ երեխեները 3 տարեկան մահացավ։